հարցնել, վերջին անգամ երբեք եղել հանրային տրանսպորտում։ Շաբաթ առաջ։ Եվ ինչ խնդիրներ եք արձանագրել, եթե արձանագրել եք։ Խնդիրներ արձանագրեմ, ուրեմն ցերեկվա ժամերին նորմալ աշխատում ենք, երեկոյան ժամերին ունենք մի քիչ խնդիր, սպասելու հետ կապված, չնայած այդ շատ տարբեր պայմաններով է, էլի պայմանավորված, այսինքն սկսած խցանումներից, վերջացած որոշ մարդկանց չվճարումներից եւ այլն, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ խմբականակը ավելացնելուց հետո այդ խնդիրը կլուծվի։ Եվ երբ եղաք հանրային տրանսպորտում, օրինակ քաղաքացիներից լսեցիք դժգոհություններ քաղաքային իշխանության հասցեին, որովհետև մենք գրեթե ամեն օր ենք լսում, որովհետև ամեն օր ենք օգտվում տրանսպորտից։ Եթե անկեղծ ասեմ, ձեզ դժգոհություն չեմ լսել, բայց ես ինքս էլ կարող եմ գնահատել իրավիճակը եւ ինքս էլ եմ ասում, որ այո, խմբականակը պետք է ավելանա, բայց քանի որ եկեք հաշվի առնենք, որ դա մի process է, այսինքն մենք մի խմբականակ փոխեցինք, հետո ավելացրեցինք տրանսպորտը եւ ինչն է հետաքրքիր, որ օրինակ չվճարելու կոչանողները նույն տրամաբանությամբ չեն ասում, որ օրինակ նոր խմբականակ ավելացնելու համար պետք է վճարում լինի, այսինքն պետք է բյուջե ավելանա, որ կարողանան ձեռքբերում անել։ Մենք մի վայրկյան, ասենք, չենք ուշացնի, եթե նորմալ վճարումները կատարվեն, հիմա վերջերս էլ քաղաքապետը արդեն հանձնարարական է տվել, եթե նայել եք երեք գործակարգավարականը 170 նոր շարժակապ ձեռքբերելու մասին հանձնարարականը տրվեց արդեն։ Ասածս ինչ է, պետք է վճարում լինի, որ դու այդ գումարին համարժեք կարողանաս այդ ձեռքբերումը անես, էլի։ Վճարելն է, որ նոր խմբականակ չեն կարող։ Հիմնական իհարկե, ավտոբուսը ձեռք ես բերում գումարով, դա մեկ, եւ երկրորդը մեծ քանակների դեպքում ավտոբուսները դա սովորական բան մեքենաներ չեն, որ կարողանաս գնաս օրինակ սերվիսից գնես, դու նախնական պատվեր ես տալի կամ տենդեր ես շահում, չէ՞, այսինքն տենդեր շահողը նախնական ինչ-որ ժամկետներ է ֆիքսվում, երբ է գալի, ինչ ինտենսիվությամբ։ Գուցե օրինակ պարգևավճարների մի մասը ուղղվեր հանրային տրանսպորտի ձեռքբերումին։ Անկեղծ ես ասեմ, ես կուզեի մի քիչ պարգևավճար բառը փորձեինք բացվածքով տայինք, էլի։ Գիտեք, ինքը տենց հնչեղ է հնչում ու կարող է մարդկանց համանդիմությունն է դա շատ լավ շահարկում, էլի, բայց եկեք ֆիքսենք, որ պարգևավճար քաղաքապետարանի ընդհանուր բոլոր կառույցներում մոտավորապես 35,000 մարդ է աշխատում։ Եվ ոչ չեմ ասում 100%-ով բոլորը, հա, այսինքն բայց այդ պարգևավճարները բաշխվում են, չէ, մարդկանց միջև, այսինքն մի րոպե նույն ավարտեմ, այո, հա, քաղաքապետարանի աշխատակիցը բոլորիս պես քաղաքացի է, այս շենքի աշխատակիցն էլ է բոլորի պես քաղաքացի, ժողովուրդ, այդ բանը թարգեք մտածելակերպը։ Տարեվերջին 235 միլիոն դրամ պարգևավճար։ Հա, 235 միլիոնը նորից եմ ասում, դուք որ բաշխեք շատ ես շնորհակալ կլինեի, եթե դուք ասեիք 235 միլիոն դրամը բաշխվել է քանի հոգու միջև։ Քանի հոգու։ Այո, դե այդ եմ ասում, ֆինանսականից հարցրեք։ Պատասխանել, ես գրավոր հարցում էի արել, չեն ասել։ Անձնական տվյալների գաղտնի։ Ես եմ հատուկ ձեր համար, դա անձնականը առանուն չի բնականա ձեզ տրվելու, ես ձեզ ընդհանուր թիվ եմ ասում։ Երբ որ հնչում է, կարծում եմ պետքա ճիշտ հնչի, այսինքն 235 միլիոն քանի հոգի է ստացել այդ գումարը։ Ու կարող է շատ մեծ անակնկալի գաք եւ հասկանաք, որ դա նորմալ տրամաբանական է։ Ու շատ նորմալ պրակտիկա է, երբ որ լավ աշխատակիցները, ես չեմ խոսում միայն ղեկավար կազմի մասին, ճիշտ հասկացեք։ Քաղաքապետարանում աշխատում են բազմաթիվ աշխատակիցներ, որոնք նույնիսկ այտենց քաղաքական հայացքներով, ոնց ասեմ, իրանց գործառույթը քաղաքականությունը չի։ Լավ, պարոն Սարգսյան, վերջին օրերին տեսնում ենք, որ Ավինյանի քաղաքացիներին ամոթանք տալուց եւ վարորդներին պահանջելուց, որ եթե չեն վճարում, կանգնեցրեք կամ իջեցրեք կամ ասեք թող վճարեն, նոր շարունակեք վարել, միջադեպեր են տեղի ունենում։ Օրինակ, հարձակվել են 74 համարի ավտոբուսի վարորդի վրա։ Մեկ միջադեպ 3 է եղել, երբ ուղևորը դանակահարել է վարորդին, ինչպես կգնահատեք այս դեպքերը։ Առաջին դեպքում դա կապ ուներ ուղևորցը չվճարելու հետ, միջադեպը դրանից էր սկսվել։ Ես կուզեի ընդհանրապես դա չկապվեր քաղաքապետի խոսքի հետ, ասեմ ինչու, որտեվ հանցագործությունը մնում է հանցագործություն։ Ձեր նշված դեպքերը հանցագործություն են։ Հասնեմ ես Չէ, մի րոպե, վեճերը ծագում են Երևան քաղաքում
Ամեն օր նույն տրանսպորտում կարող իրար չզիջելու համար էլ վիճեն։ Կոնկրետ դեպքով ենք խոսում, որը որ դրանից էր եղել։ Ավարտեմ էլի, ուզում եմ ասեմ, այն ինչ օրինակը դուք բերում եք, դա ինքը մի քիչ տրամաբանական չի։ Այսինքն դա քաղաքապետի կոչի հետ կապ չունի։ Կարա լինի վեճ, մարդ ասի չեմ վճարում, թողնի գնա, չգիտեմ, 1000 տեսակ բան, բայց եթե գործը հասնում է բռնության կամ դանակահարության, դա հանցագործություն է։ Իմ ասածը դա է, եւ դա որևիցե կապ չունի քաղաքապետի խոսքի հետ։ Դա մարդու տեսակ է, որը որ կարծում է, որ ինչ որ իր պատկերացրած ճշմարտությունը կարա բռնությամբ առաջ տանի կամ դանակահարությամբ կամ չգիտեմ ինչով։ Ու այդ խոսույթը իրականում ես դες ասեմ շատ վտանգավոր է։ Նույնիսկ քաղաքական գործիչներին էլ պետք է կոչ անել, խնդրել, որ նմանատիպ արարքները որևիցե կերպ չփորձվի սրանց նրա վրա բարթել, որովհետև դա կոնկրետ հանցագործության դեպքերի մասին ենք մենք խոսում։ Այ հարցը եթե դուք ինձ ասեք տրանսպորտում վիճաբանություն է եղել կամ մարդիկ իրար չեն հասկացել կամ չգիտեմ տհաճ խոսակցություն է եղել, բայց այլ հարցը հանցագործություն կատարել է։ Պարոն Սարգսյան, դուք ԿՊ նախընտրական ցուցակում կաք։ Կամ Ինչի ձեզ չենք տեսնում օրինակ կուսակցական քարոզարշավերին։ Քարոզարշավներին ճիշտն ասած ես ցուցակում բավական հեռու համարների մեջ եմ եւ ի սկզբանե եթե խոսքը գնում է ավտոբուսով մարզերով շրջելու մասին հայտարարվել է արդեն թե ցուցակի որ համարներն են մինչեւ 50 համարը որտեղ ներկուսակցական քվեարկություն պետք է լիներ ու հենց դրա համար էլ դա արվում էր։ Բայց Երևանում էլ մի քանի անգամ կազմակերպվել։ Նույնպես Երևանում ուզում եմ ասեմ ցուցակի առաջին 50 համար կուսակցության անդամները պատվիրակները պետք է քվեարկեին կուսակցության առաջին 50 համարը ոնց որ ձևավորեին եւ խոսքը գնում է 50 համարի առաջի 50 համարի մասին։ Որսացան ամենևին իհարկե չխրախուսելով, որ մարդիկ չեն վճարում, բայց ամեն դեպքում ավտոբուսի վարորդները որքանով են պարտավոր իրենց պարտականությունն է արդյոք այդ հավաքագրումները անելը, որովհետև ի սկզբանե իրենց աշխատանքի ընդունելուց ասել եք, դուք պարտավոր եք այդ 150 դրամները հավաքագրել եւ յուրաքանչյուրից ստալ։ Ես փորձեմ հակառակ կողմից ասեմ, ես կարծում եմ, եթե վարորդների համար դա անընդունելի իրավիճակ լիներ, այդ հարցը կբարձրաձայներ եւ կհասներ մեզ։ Եվ այսինքն ես չեմ ասում դա պարտադրվել է, ես պայմանագրին մանրամասն ծանոթ չեմ, իրանց հետ կնքված ես պայն որ ձեզ ասեմ, բայց ես կարծում եմ, որ նմանատիպ կետ երևի թե նախատեսած է, դրա համար մենք հակառակ էֆեկտը չունենք այսօր։ Երբ անձնակցան քաղաքացիորները շվեդում ամսի 25-ին համայնքային բյուջեից արդյոք հատկացումներ եղել են թե ոչ, ինչ հատկացումներ են եղել կպատասխանեն։ Այդ հարցով ես կարծում եմ ավելի ճիշտ կլինի քաղաքապետի տեղակալների հետ խոսել։ Ձեզ էլ մերսի։